թեմա ունեմ ասելու, առաջի թեման վերաբերվում է արցախցիների սոցիալական պաշտպանությանը, մշակել ենք հաթեթ սոցիալական պաշտպանության, եւ սա հիմա հրապարակեն վաղը սա հանձնվի կառավարությանը։ Վաղը շաբաթա, ուրբաթ, երկուշաբթի հանձնենք։ Սույն թվականի մարտի 21-ին միասին հասարակական քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցները նշում են, որ Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնախախտած մեր հայրենակիցները ըստ էության զրկված են ապրելու ու աշխատելու նորմալ պայմաններից։ Պետությունը, որի գործողությունների հետևանքով այդ մարդիկ զրկվել են աշխատանքից տուն ու տեղից, տարական կենցաղային պայմաններից, ըստ էության համակարգված գործողություններ չի իրականացնում արցախցիների բնականon կենսագործունեությունն ապահովելու ուղղությամբ, արհեստական քաշքշուկները մոգնում նրանց քաղաքացիության մասով։ Արցախում նրանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ ունի արհամարհական վերաբերմունք, խեղճուկ ու ոչ հուսալի միանվար նպաստները տրամադրում եւ այլն։ Դրանք կապված միասին շարժումն առաջարկում է վերջապես համակարգված պետական հիմքերի վրա դնել արցախայցյան սոցիալական պաշտպանությունը։ Առաջարկվում է նախ եւ առաջ ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ, որը կկենտրոնացնի ինչպես արտասահմանի ստացվող եւ ստացված օգնության, նաեւ մասնավորացած կողմից նվիրաբերված, այնպես էլ հանրապետական բյուջեից հատկացող գումարները, ապահովելու դրանց նպատակային եւ վերահսկելի ներդրումը երկու հիմնական ուղղություններով՝ պայմանային ապահովում եւ բնակարանային ապահովում։ Պայմանային ապահովության մասով առանձին առանց քաշքշուկների վճարել բռնագաղթած անձանց աշխատանքային հատուկ զինվորական թոշակները ու նպաստները։ Մարդ Արցախից եկել այնտեղ թոշակ է ստանում, այստեղ իրան թոշակ չեն տալի։ Ասում են 40,000 դրամ յուլա գնա։ Իրանք էլ իրաց հանել են արցախցիներին ունդից։ Ոչ են նահանը, չեն վտարել։ Հանեց վտարեց, չասես գնաց ըքստից։ Արցախցիներին, որոնք մինչև բռնագաղթ աշխատել են Լեռնային Ղարաբաղի պետական հիմնարկություններում եւ ձեռնարկություններում, վճարել հարկադրական պարապմունքի գումար, նրանց աշխատավարձի 50%-ի չափով հաշված 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Սա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունն է։ Երրորդ, ապահովել ընտանիքի մեկ անդամի հաշվով եւ չափահաս եւ անչափահաս ամսական 55,000 դրամ եկամուտ սննդամթերքի ծախսերի համար։ Այն դեպքում, եթե այդ գումարը չի երերքում, 55,000 դրամ չէ։ Այդ դեպքերում, երբ նշանակված կենսաթոշակների կամ պարապմունքի վճարման արդյունքում հաշված 55,000 դրամը չի ապահովում, սահմանել ընտանեկան նպաստ տարբերության չափով։ Բռնագաղթած մեր հայրենակիցներին պետք է հատկացնել նվազագույն բնակտարածություն 1 շնչին 8 քառակուսի մետր հաշվարկով, քաղաքաբնակ արցախցիներին բնակտարած տրամադրել քաղաքներում, իսկ գյուղաբնակներին գյուղերում, պետությունների միջոցների հաշվին պետք է տրամադրի բնակտարած վարձակալման կամ համանման այլ եղանակով։ Արցախցիներին, որոնք ցանկանում են բնակարաններ կամ տներ կառուցել, պետք է տրամադրել երկարաժամկետ ավտոբուս վարկեր։ Ես կուզենայի դիմելով արցախցիներին, եթե ուզում եք ինչ-որ առաջարկներ ունենաք, երկուշաբթի ենք ուզում տանել հանձնել, մինչև երկուշաբթի ասեք մենք ման անենք։ Իմ երկրորդ հարցը կապված է խաղաղության պայմանագրի հետ։ Այդ պայմանագրով Փաշինյանը տալիս է միջանցք Ադրբեջանին։ Մենք արդեն ըմբոշխնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Մի պայմանագիր, որտեղ կողմերից մեկը ստորագրող Ադրբեջանը չի ճանաչում մյուս կողմի տարածքային ամբողջականությունը, մեր պատերազմի բուն կարող է լինել։ Ադրբեջանն ասել է ստորագրել ենք խաղաղությունը, բայց սահմանները չենք ստորագրելու, չենք ստորագրել։ Ես ճշտում եմ իմ սահմանները, ճշտել ճակերտավոր։ Մեզ գցում է փորձանքը։ Ադրբեջանական զորքը բեռներով, բեռնատար մեքենաներով մտել է մեզ դեպից հարավ գնացող Սյունիքում մեզ հատելու է եւ մենք ոչինչ չենք կարողանում անենք։ Հիմիկանից մեզ հուշացնում, ասում են չէ ոտամ Ադրբեջանը համարելու է միջանցք, բայց դա ընդամենը ճանապարհ գոյություն չունի ժամանակակից պրակտիկայում։ Գոյություն ունի միջանցք, գոյություն ունի տրանզիտ։ Որտե չի ասում տրանզիտ են տալու, միջանցք է տալիս։ Ասում են դեպի ճանապարհ են տալի, դա խոսակցության թեմա չի, դա բերել չեն նկարագրում երկու երկրների հարաբերությունները։ Այդ պայմանագիրը աստված մեր ասես ստորագրվի մեր փորձանքի առաջ կանես
Հայաստանի Հանրապետությունը ես այս գլխից ասում եմ ձեզ։ Հիշեք, ստորագրությունից հետո 10-15 օր հետո գնալու եք մեղրի չեք կարողանալու գնալ, ադրբեջանցի կանգնեցել են, ասել են, հələ մեղր թող անցնել, հետո կմտածեն, քեզ կարելի է մեղրի գնալ, թե չէ։ Մեր մարդը դնելուց ես հարցնի, մեղրի ես գնում, ում մոտ ես գնում, ոնց է այդ մարդը անում է, այ միացանք ենք, էսա։ Բարդ է նշանակ։ Միամիտ չդեք։ Ես ես ասում եմ, ու դու գիտեք այդ ասածները դժբախտաբար երբեմն իրականանալու անունեն, իրականանալու հնարավորություն ունեն, իրականանում են։ Երբ ես երկու բարով խոսեմ, պետք է ասեմ Գյումրիի ընտրելու մասին։ Գյումրիը բավականին հետաքրքիր վիճակ է։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր, իրենց ընդդիմադիր հայտարարող բոլոր ուժերը միասին վերցած, զգալորեն ավելի շատ են, քան բաները, քան իշխանության ներկայացուցիչները։ Այդ ուժերը, մասնավորապես բավականին բարձր Վարկանիշվիլի, Գյումրիով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բարձր վարկանիշներ ունեն նաև մյուս ընդդիմադիրները, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Մայր Հայաստան եւ այլն։ Բայց ես ուզում եմ նրանց զգուշացնել։ Գյումրիում խաղալ են, այն խաղը ինչ խաղացին Երևանում, ինչ խաղացին Վանաձորում։ Ֆորացնել են ձեզ Երևանում, հիշեք, Արենյանը 9% հավաքեց դարձավ քաղաքապետ։ Հայտ Մարության եկած ես խաբեց, ասեց ձայներ տվեք, վերջին ասեց, ինձ կմիանակ կմիանակ, չէ։ Այն մի Վարդան Ղուկասյան իր կուսակցությունը ձայն տվեց Արենյանին։ Հայաստանի ընտրությունները հետաքրքիր են, հաղթում են այլ ամենը քիչ ձայն է հավաքում։ Շատ հետաքրքիր վիճակ է։ Հասկացեք։ Հիմա Գյումրիում կամ միացեք, կայացեք միասին հսկերեն ընտրությունները, կայացեք ընտրությունից հետո, հաղթելուց հետո այդ խմբով, այդ բոլոր ընդդիմադիրներով գալի եք Երևան իշխանապողությունը շարունակելու։ Գյումրիում քաղաքապետի հարց չէ։ Գյումրիում լուծվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը։ Ուրիշ հարց չկա, ուրիշ բան չպատկերացնեք։ Եվ ես իմ ձայնն եմ ուղղում ընդդիմադիրներին, հետո հատկապես Վարդան Ղուկասյանին, ի վիճակի եղեք բոլորին համախմբելու։ Մենք չենք կարող այսպես անտարբեր ձևով, պետությունը մեր աչքի առաջ ես չեմ կարող տեսնել։ Ինչ-որ մի հատ բան դավաճանել չասեմ, թշնամի եկե դառել է այս երկրում ղեկավար, մեր պետությունը կտրտում հանձնում է տալիս է։ Ինչ ուզում է անում ընտրությունների հետ, այդ բանում է դեմոկրատիա, մի հատ ուտիլիզացված ռեժրովեր բերում ասում հատիկ բերելու են ռեժրովերները, ոչ մի դոլար բյուջեն նախատեսված չէ, ու չի եղել 8 տարվա մեջ։ Ես խնդրում եմ ձեզ, ձեր բարեկամներին, հարազատներին, Գյումրիում եւ այլն, այս բանը մեսիջներ ուղղվածները հասցրեք նրանց։ Հասցրեք, որ վիճակը կրիտիկական է։ Մենք, ինչպես ասացինք, կլորսեղան կրավիր ենք հետո ստորագրություններ, պիտի հավաքենք քաղաքական գործունեությամբ, ինչքան կարողանում ենք, պիտի զբաղվենք, թեկուզ եւ շատ մարդով, թեկուզ եւ քիչ մարդով, ի վերջո մի օր պիտի հասնենք հաջողության։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։